Արևձեզ Factor TV յուրը քաղ տեխնոլոգ Արմեն Բադալյանն է, ողջույն պարոն Բադալյան։ Ձեր կարծիքով ինչի վրա է հույսը դրել Հանրապետական կուսակցությունը որպես վարչապետի ընդդիմադիր թեկնածու, առաջադրելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, իդեպ առաջադրել բառը այստեղ շատ պայմանական է, որովհետև ֆորմալ իրավական գործընթաց չկա, այլ հայտարարել են, որ մենք այսպիսի թեկնածու ունենք, ինչին ի պատասխան Հայաստան դաշինքը ասաց, մենք կտանք այդ մեր ստորագրությունները, այդ որ ասում եմ ինչի վրա են հույսը դրել 36 падգամավորի ստորագրությունը, չէ՞, անհրաժեշտ գոնե process-ը սկսելու կա այդպիսի։ Այդ տեսնում եք, այստեղ որոշակի մանիպուլատիվ տեխնոլոգիա է իրականացվում։ Շեշտադրումը կատարում են երկու հարցի վրա։ Այստեղ կարևոր է երրորդ հարցն է։ Շեշտադրում առաջին գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն։ Իրականում 36 ստորագրություն է պետք, եւ նայեք տրամաբանականը 36 ստորագրություն պետք է լինի, հիմա ասում են 6 հոգի իրանք ունեն, 28 հոգի Հայաստան դաշինքը, միասին այդ 34, երկուսը չի բավարարում եւ այլն։ Եվ երկրորդ հարցը շեշտադրումը որ դնում են կետը, դա արդեն նշեցի տեխնացուի անձի խնդիրն է, բայց Հայաստանում այս վարչապետին անվստահություն հայտնելու այսպես կոչված impeachment-ի հարցը կայանում է նրանում, էություն կայանում է նրան, որ կարևորը երրորդ կետն է, հաջող ավարտի կետն է, որի համար 54 ձայն է պետք։ Այ 54-ի մասին չեն խոսում։ 18 քպականներ են պետք։ 18 քպայակ 20։ Որտեւ եթե դուք վերցնում եք 28 եւ վերցնում եք 6 34, 20, ու 21, ամեն դեպքում մի հոգի ոնց էր ավել։ Այ կարևորը 54 ձայնն է կամ 55 ձայն է, ոչ թե մեկն է։ Կարևոր բան ասացիք, ինչ է այդ մասին լռում, պարոն Բադալյան։ Տեսեք ինչ է։ Ամենակարևոր փուլը դա է, չէ՞, որովհետեւ կարելի է։ Այդ տեսեք ինչն է կարևոր այդտեղ։ Կարևորը ոչ թե մեկնարկն է, որտեղ դա հատուկ գրվել է համանդրության ժամանակ եւ օրենքների ժամանակ։ Կարևորը ոչ թե մեկնարկն է, կարևորը ոչ թե այս կամ այն տեխնոլոգիան առաջադրելն է, լավ, վատ դնենք մեկում։ Կարևոր հաջողություն պավարտել է։ Ինչու է կարևորը հաջողություն պավարտվելը, ինչու է հենց սա կարևոր, որտեղ եթե դուք մեկնարկեցիք եւ անհաջողություն ունեցաք, չստացաք 54 ձայն, վարչապետը 6 ամիս ստանում է անվտանգության երաշխիք։ 6 ամիս դու իրանք չունես իրան ենթարկելու ուրեմն անվստահության, այսինքն մեխանիզմը կիրառելու։ Դա 6 ամիս եթե գումարում եք հունիսից, դա արդեն դեկտեմբերն են գնում, մոտավորապես դա նոր տարի է գալիս, իմացեք դեկտեմբերի 15-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան, իսկ փետրվարից երբ որ սկսում է, դուք չեք կարող նորից անվստահության գործընթաց անել։ Ինչու՞ չեք կարող։ Դե յուրե կարող եք, դե ֆակտո չեք կարող, որտեղ կասեն հարգելիս 5 ամիս հետո սկսվում է նոր արդեն քվեարկություն է լինելու հունիսին է, դա չեմ սխալվում հունիսի 7-ն է, դա չեմ պնդում, բայց կարծեմ հունիսի 7-ը։ Այսինքն դառնում է անտրամաբանական անվստահություն հայտնելը։ Ուրեմն ստացվում է վարչապետը 1 տարի ինքը անվտանգության երաշխիք է ստանում, եթե դու հիմա տապալվում ես։ Իսկ տապալվում ես, եթե չես կարողանում 20 հոգի, ուրեմն 21 հոգի կպեց բերել։ Իսկ ինչի է սա կարևոր։ Այս 1 տարվա անվտանգության պահը։ Գաղտնիք չի Սա զուտ տեսականորեն կարող ենք ասել, հա, մեր կարծիքով գաղտնիք չի, որ բոլորը գիտեն, Ռուսաստանը Հայաստանի իշխանության նկատմամբ անկախ Լավրովի կամ Մատվիենկո արտահայտություններին այդքան լավ չի տրամադրված, որովհետև խնդիր կա, չէ՞, եթե լավ տրամադրված էր Ռուսաստանի առնվազն նախագահի աշխատակազմի Մոլդովա եւ Հայաստանի գծով այսպես համակարգողին չեն փոխել, գիտեք, փոխել են դրել են Կիրիենկոին, որը այլ ոչի կառավարիչ է։ Հիմա չի բացառում, ես չեմ պնդում, բայց տեսականորեն օրենքների նրանք ռուսական կողմը առաջնորդվում է օրենքներով, եթե անգամ որևէ երկրում կցանկանար արդեն իր միջամտությամբ իշխանություն փոխել միայն օրենքներով, ինքը դեմ է գունավոր հեղափոխության տեխնոլոգիան են, սկզբունքորեն չի ընդունում դա։ Իսկ impeachment-ը կամ անվստահության մեխանիզմի հայտնելը դա սահմանադրության տրված իրավունք է։ Եթե Հայաստանի ընդդիմությունը այդ գործընթացը սկսում, ինքը չունի այդքան ռեսուրս, մենք ինչ կասկածում եմ, որ ինքը կարողանա 21 քպայականի, հա, բերել իր կողմ եւ այլն։ Հիմա կասեմ, բերել այս կողմ, բայց դա եթե դնում ենք մի կողմ, հա,
Ռուսաստանը դա կարող է անել։ Իդեպ, այնպես չի, որ այ մեղադրենք թե ինչի Ռուսաստանը կանի թե չի անի, մի կողմ դնենք, բայց միշտ իմացեք աշխարհի բոլոր հզոր երկրները, փոքր երկրները փորձում են իրենց համար ցանկալի իշխանություն ձևավորել։ Դա ընդունում ենք, չենք ընդունում, դատապարտում ենք, չենք դատապարտում։ Այդ երևույթը եկել է հին պետական շրջանից, երբ որ պետությունը ձևավորեցին ու շարունակվել է երկար ժամանակ։ Ինչը նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները չի բացառվում, որ Աշտանը կարող են փորձել իմպիչմենտի գործընթացով այստեղ այլ իշխանություն ձևավորեն, բայց որպեսզի դա կանխվի, դու այստեղ իրականացնում ես չհաջողված իմպիչմենտ։ Եվ եթե քո իմպիչմենտը չի հաջողվում, դու արդեն Ռուսաստանից զրկում ես իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունից, ինչը օգուտ է վարչապետի, այսինքն դու վարչապետի համար ապահովում ես 1 տարվա անվտանգության բարձր։ Ձեր ասածից դուրս է գալիս Սերժ Սարգսյանը։ Իմ ասածից դուրս չի գալիս, դա ես նշում եմ տարբեր Սերժ Սարգսյանը վիճեցնում է Ռուսաստանի իշխանափոխության ծրագիրը Հայաստանում։ Իմ ասածից դուրս չի գալի, դա իմ ասած ես ներկայացնում եմ հնարավոր զարգացումները։ Սերժ Սարգսյանն է կարող էր թեման չշարունակել այս իմպիչմենտի, չէ, այսինքն մարած թեմա էր Էդմոն Մարուկյանի։ Չէ, մարած թեմա չէ, երկու խնդիր կար։ Ծրագիր մաքսիմում, ծրագիր մինիմում։ Ծրագիր մաքսիմումը թե հիշում եք առաջինում տեխնացություն առաջ դրեցին անգամ պատիվները։ Այնքան տեխնացիոն եղել, Երանի ձեզ։ Չէ, անգամ ասեցինք, չէ, այդքան շատ տեխնացու չի եղել, ասեցին մի տեխնացու կար, երկրորդ նախագահան կարող է առաջադրվի, անգամ ասեցին մենք կպաշտպանենք։ Իսկ պատկերացեք, եթե երկրորդ նախագահան առաջադրվեր եւ պարտվեր, ինչ է լինելու։ Արդյունքն է, կարևոր արդյունքն է, տեխնոլոգիական մասը դրեցինք։ Հաջորդ տարի ընտրությունների ժամանակ ինչ էին ասելու։ Երկրորդ նախագահան պարտվեց 21 թվականին, երկրորդ նախագահան պարտվեց իմպիչմենտի, նա արդեն լուզեր տեխնացու է։ Արդեն երրորդ անգամ դնելը հոգեբանորեն դժվար է քվեարկել մի տեխնացու օգտին, ով երկու անգամ արդեն պարտվել է։ Սա ասում առաջադրեք պաշտպանենք Հիմա դա չհաջողվեց։ Հիմա դա չհաջողվեց։ Հակն ուզում է Ռոբերտ Քոչարյանը Չգիտեմ ինչ էր ուզում։ Չէ, ես չեմ կարող ասեմ, ես արդյունքն եմ գնահատում, իրանք շատ ազնիվ միգուցե նպատակներ ունեն, չեմ կասկածում, բայց արդյունքը դա չստացվեց։ Դա ծրագիր մաքսիմումն էր։ Հիմա ծրագիր մինիմումը տեսականորեն դու ապահովում ես, եթե չի ստացվում, հա, միգուցե իրանք հասարակությանը ոդք են հանում, 100,000-ավոր մարդիկ, հա, որտեղ կա, չէ՞, մի գործիչ, որ ասmak ինքը կասկած չունի, որ 100,000-ավոր մարդիկ դուրս կգան, հա, ու 100,000-ավոր մարդիկ դուրս կգան, հա, ամբողջները խելագարված կշրջապատեն, ամբողջ ազգային ժողովը վզակոթից բռելով ԿՊ պատգամավորներին կբերեն եւ կասեն քվեարկեք, ինչ է տեխնացուի անունը ազգանունը Դավիթ Համբարձումյան, Մասիսի քաղաքապետին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի օգտին քվեարկեք ու նա կդառնեն անցով վարչապետ։ Միգուցե տենց ծրագիր կա, որտեղ եթե տենց ծրագիր չեղավ, վարչապետը ստանում է 1 տարվա անվտանգության երաշխիք։ Սերժ Սարգսյանը ինչու է այս տեխնացուին առաջադրել, ինչ է կարծում, ինչ խնդիրը տեխնացուն չի։ Խնդիրը պրոցեսն է։ Խնդիրը 54 ձայնը ունես, թե չունես, որովհետև նայում ենք։ Բայց երրորդ նախագահ միամիտ մարդ չի, էլի գիտի, չէ՞ որ 21 քպական չեն կարողանալու գտնել։ Իսկ միգուցե գործընթացը ընդհանրապես միամտություն չի։ Դե դա եմ ասում էլի։ Դա նա երբ որ վերցնում եք, ասում եք, այ դա կարող է տրիգեր լինել, հա, եւ մարդիկ դուրս գան փողոց, հարց է առաջանում։ 21 թվականի դեկտեմբերին ու աշտանը նոյեմբերին եւ 21 թվականի գարնանը 20-ի աշտան 21-ի գարնան այդ որ ստեղծվել էր ՀՓՇ Արցախի կորուստներ առաջին ծանր հարվածներ դա եղավ տրիգեր որպեսի 100,000 մարդիկ դուրս գան փողոց 100,000-ները ոչ թե 10 20 30 40 100 ոչ եղավ 22 թվական դիմադրության շարժում 100,000 մարդ դուրս եկավ փողոց 100 դժվար դուրս չեկե նո դա 30 են ասում բան այդ 25 են ասում 30 40 100,000 հաստատ չի եղել չէ դա կարող ենք ֆիքս տալ 23 թվական երբ որ դե Արցախ ամբողջովին հայտարարվեց սեպտեմբերին ազգային կոմիտե ստեղծվեց կապ չունի 100,000 մարդ դուրս եկավ չեղավ 24 թվական երբ որ սապազյան շարժումը տեղի սկսվեց եւ եկավ հասավ բան հարաբերության 100,000 տասնյակ չեմ ասում 100,000 մարդ կար չէ իսկ ինչ է ենթադրում որ վարչապետի ուրեմն անվստահության հատելու գործընթացը 100,000 ոչ թե 100,000 100,000-ավորներ պետք է փողոց դուրս բերեն Դուք լավ հարց եք բարձրացնում, բայց չեք պատասխանում ձեր այդ լավ հարցին։ Ընդդիմությունը գիտի, որ չի կարողանալու Ընդդիմությունը չէ, կոնկրետ քաղաքական ուժ անվստահության Չեն կարողանալու 6-րդ թե 7-րդ կոնկրետ քաղաքական ուժ Բոլորը գիտեն, ես չգիտեմ, դուք կոնկրետացրեք, հա, բոլորը գիտեն, որ չեն կարողանալու Փաշինյանին հեռացնել, որովհետև 6-7 անգամ ես կարող եմ լուրջ հիշել, մի քանիսը դուք հիշեցիք Այդ ընթացքներում, պարոն Բադալյան, էլի շարժումներ են։ Դրանք մանր են։ Մի քիչ մանր, մի քիչ միջին, ես խոշորներն եմ դուք, այո, խոշորները։
չեն եղել եւ առիթները եղել են ավելի հիմնավոր ազգի համար շատ ավելի կարևորագույն Արցախի կորուստ կներեք դրանից են կողմ երևի էլ բան չկա բան չկա չհաշվենք պատերազմ չի եղել դա չի եղել Արցախի կորուստ պատերազմ նույնական 20-ը նկատի ունեի ես հա հիմա շատ հանգիստ վիճակ է մարդիկ այս փողոցում Սարյանի վրա գինի են խմում չգիտեմ ինչ որ արձակուրդներ են պլանավորում եւ այլն եւ ինչ որ մեր ՀԿ-ն եւ Հայաստան Դաշինքը քննարկում են Պատիվ ունեմ նես սկսում Պատիվ ունեմ եւ Հայաստան Դաշինքը քննարկում են որ վարչապետի թեկնածու Պատիվ ունեմ առաջադրում է Հայաստան Դաշինքը ասեց խնդիր չկա քննարկել խմբագրումների հա չէ հստակությունն է պետք մստավորտով քաղաքական գործընթացը պետք է հստակ բան է տերմինաբանությամբ ֆիքսվի մթնոլորտը իշխանապողության չի Դավիթ Համբարձումյանն ինչու են տեղաշարժում 54 ցանկա Դա Համբարձումյանն ասել եթե գնաց պարտվեց ինչ որ մեկին դա հետաքրքրել է ով է հիշում եթե չասեին այս տեխնացիան մասին ասեին Դավիթ Համբարձումյան դուք անձամբ կհիշեք ով է անձնավորությունը Ես հիշում եմ իրեն հեղափոխության ժամանակ երբ որ Չէ ասենք եթե ավտոմեքենայով այսպես ասենք քշել էին բաների վրա հա ասենք դուք հիշում եք եթե լրագրող եք որ ասենք ամեն օրվա լուսաբանում եք իսկ եթե դուրս գաք փողոց եւ հենց դիմաց է հարցնեք Դավիթ Համբարձումյանով ինչ է կարծում 10-ից քանիսը լավ 100-ից քանիսը կհիշեն գոնե մեկը կհիշի կարող է ասել մեր սրտի վարչապետը օրինակ եթե հանրապետականների շտաբի մոտ չեմ ասում ես կողքի շենքի մոտ եմ ասում 100-ից քանիսը կհիշի 0 չէ այսինքն նրան զոհաբերել է իմաստը այսինքն նրան զոհաբերելը ոչինչ է ասում ես նա զոհաբերելը ոչինչ է այ 54 ձայն է պետք 54 ձայն չկա բայց ինչա այսօր ես չեմ տեսնում որևիցե գործընթաց որը կարող է ինձ ասենք ապացուցի որ այո 21 հոգի ԿՊ-ից դուրս են գալու եւ գնալու են միանան իմպիչմենտի գործընթացին այդ գործընթացը ես չեմ տեսնում եթե նրանք ովքեր նախաձեռնել են կտեսնեն եւ ցույց կտան դա ուրիշ հարց է դա չի երևում դուք ճիշտ եք ասում բայց չեք ասում ինչու են այդ դեպքում սկսում գործընթաց որը չի ավարտվելու իսկ մենք ուզում ինչ որ խորքային Հնից եկող ինչ որ տեղ հասանք գործընթացներ կան, չգիտեմ, միգուցե նկատի ունեք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան հավանական պայքարը թիվ 1 ընդդիմադիր գործ չի համար։ Թիվ 1 ընդդիմադիր գործի համար պայքար չի գրում, դա ասեք ինչի համար։ Գիտեք ինչ, դա բավականին սխալ պատկերացում է, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում։ Ընտրությունների ժամանակ բնավ կապ չունի դու ընդդիմադիր ես մեկ թիվ 1 ես, 2 ես, 3 ես, դրանով չեն քվեարկում։ Եկեք ես մանրամասնեմ այդ քվեարկության մոտիվացիան, որովհետև դա բավականին մեծ դասախոսություն կլի, բավականին ժամ կպահանջի, թե ինչն է դրդում կոնկրետ ընտրողին կամ ընտրողների խմբին քվեարկել այս կամ այն տեխնացի օգտին։ Միջևը պայքար, դրանց միջև պայքար չկա, ասենք էլի, որ թիվ 1 լինի, թիվ 2 լինի, մեկը լիդերային, ասենք, տիպի քաղաքական գործիչը երկրորդ նախագահան ինքը իր ընտրազանգված ունի, իսկ երրորդ նախագահան կարևոր կուսակցություն ունի կյանքի կերպարի, ինքը լրիվ ուրիշ ընտրազանգված են խմբեր են։ Նրանց ընտրազանգվածները շատ մասնակի են իրար հատում, ավելի շուտ երրորդ նախագահի ընտրազանգվածի խումբը կամ հայական ընտրազանգվածային խումբը, որը շատ քիչ է, այնուամենայնիվ նա ավելի հակված է գնալու երկրորդ նախագահի կողմը, քան երկրորդ նախագահի ընտրազանգվածը գնա, ասենք, երրորդ նախագահի կողմը։ Այնպես որ այստեղ չի գնում պայքար հա ով ավելի ընդդիմադիր կլինի ընտրական գործընթացը լրիվ այլ պատկերացում կունենա բայց դե ինչի է գործընթացը սկսվում եւ նրանք ովքեր որ սկսել են նրանք միամիտներ չեն միգուցե հուսանք սպասեն միգուցե ինչ որ մի հրաշքով այսպես են ասում եւ 21 հոգի գալիս են ուղակի միանում մի բան գիտեք ինչ որ հին հաշիվների ակնարկում որտեվ եթե չեղա ուրեմն հին հաշիվները բացահայտվելու են իհարկե որոշ ժամանակ անց, եթե այս գործը տապալվեց։ Կա բանավեճ երկրորդ, երրորդ նախագահների թիմերի միջև, կներեք անգամ իրենց մասնակցությամբ, հա, մենք հաճախ տեսնում ենք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունները, ով է բերել Նիկոլին հարցի շուրջ, սա է այդ հին հաշիվների գլխավորը։ Իշխանափոխություն է եղել, թե իշխանափոխանցում է եղել։ Նո, իշխանահանձնում է եղել, թե իրականում ասենք իշխանափոխանցում չէ, իշխանահանձնում է եղել, երրորդ նախագահան չի բերել այս կոնկրետ վարչապետին, դա արևմուտքն է բերել, ես միշտ ասել եմ 3 խնդիր լուծելու համար, բայց ուղղակի այն ժամանակ գլոբալիստներն են, ուրիշ խնդիրներ կան, հիմա ասենք ամերիկյան այդ խորհրդային պետությունը, հա, գլոբալիստներն, այնուամենայնիվ գլոբալիստներն են, Տրամպը նոր էր եկել եւ ինքը գլոբալիստական այլ թևի ներկայացուցիչ, որ այն ժամանակ չկարծավ ոչինչ անել եւ գլոբալիստները իրենց խնդիրներն արեցին։ Ուղղակի գլոբալիստները բերեցին այս իհարկե այսպես ասենք էլի, եթե այն ժամանակվա ասած ասենք, եթե
ընդհանրապես դու չես ցանկանում, որ գլոբալիստների հաղթանակը տեղ ունենա, լինում է բելարուսական տարբերակը։ Այդ դեպքում իսկ եթե գլոբալիստները այնքան ուժեղ են, որ կարողանում են, լինում է ուկրաինական Յանուկովիչի տարբերակը, երբ որ գիտեք ինչեր տեղ ունեցան Ուկրաինայում։ Իսկ եթե այսպես բելարուսական տարբերակը չէ եւ ուրիշ տարբերակ չէ, այնտեղ ուրիշ գործընթացներ են տեղ ունենում, բայց դրա մասին հաջորդ դասին։ Այնպես որ խնդիրը այն է, եթե 21 հոգի ԿՊ-ից падգամավոր չեկավ միացավ, վարչապետը ստանում է 1 տարվա անվտանգության երաշխիք։ Իսկ հիմա այդ երաշխիքը ինքը չունի։ Որտեւ ես չգիտեմ, ես ասեմ, չէ, ռուսական կողմը կարող է անել, կարող է չանել։ Գիտեք ինչ, երբ որ սա հոգեբանական նշանակություն ունի, շատ մեծ նշանակություն ունի, որտեւ երբ որ դու գիտես քո գլխին, այսպես ասենք, պայմանականորեն քաղաքական տեսակետից, ասենք ինչ որ հարված կարող է լինել, ասենք քաղաքական կացին կա քո գլխին, քաղաքական, ոչ ասենք ֆիզիկապես հասկանալի է, քո գործողությունը եւ քո շրջապատի գործողությունը այլ քաղաքական հոգեբանությամբ է մեկնաբանվում։ Եթե գիտես, որ դու 1 տարի անվտանգության երաշխիք ունես, քո գործողությունները այլ ձև է ուրեմն ձևավորվում եւ քո շրջապատը այլ ձև է կեսնեն։ Սա քաղաքական հոգեբանության ոլորտից է։ Դրա համար, եթե չհաջողված իմպիչմենտը փոփոխություն կարող է բերել առնվազն 1 տարում վարչապետի շրջապատում եղածների մոտ, նրանց մոտ քաղաքական հոգեբանություն այդ կլինի, որովհետեւ գաղտնիք չի, հաջորդ տարի ընտրություններ են լինելու։ Չկա որոշ մի երաշխիք այս պայմանությամբ, որ վարչապետը կարող է շարունակել, այսինքն մենք չենք կարող ասել, որ շա կրկնվելու է 21 թվականը, որտեղ մենք նայում ենք 21 թվականից հետո տեղ ունեցած իմ բոլոր ընտրություններին, բացի 1-2 ասենք ընտրություններ Քյավառի Գեղարքունիքի մարզում եւ 1-2-ը Լոռում, այսպես ասած քաղաքներում, հիմնականում նա բոլոր քաղաքներում պարտվել է Սյունյաց քաղաքներ, Երևան, Թալինի խոշորացված համար, Փարակյար, Վանաձոր։ 21-ի ընտրությունների շրջանում էլ պարտվեց, ասենք Գորիս, Քաջարան եւ դա դնենք մի կողմ, դա հələ դնենք մի կողմ, վերցնում ենք այդ, ահա, դա ասենք ընդհանուր հաղթեց, որոշ տեղերում պարտվեց, բայց հաղթեց, բայց մենք վերցնում ենք այն տեղերը, որտեղ ինքը բացահայտ պարտվել է, հա, վերջերս այն Փարակյանն եւ Գյումրին էր, որտեղ ինքը ամեն ռեսուրսներ դրելով չկացավ Գյումրի իր համար ցանկալի քաղաքապետ ապահովել։ Բայց դուք ամենակարևոր հարցին պատասխան չեք տալիս, ով է փորձում Նիկոլ Փաշինյանի համար այդ 1 տարվա ռազմավարական ժամանակը շահել։ Ինչ իմանամ։ Այսպես որ նայում ենք, տեսնում ենք, որ ավարտես չի գալիս, պարոն Մադարյան, որ դուք այդ հարցի պատասխանը չունեք։ Դե հիմա անցնենք այս մյուս հարցին։ Մյուս հարցն էլ սա է գալի, որ 26 թվականը, հասկանում եք, այնտեղ 21-ի կրկնությունը կարող է չլինի եւ իր վարչապետի այսպես հերացման ժամանակացույցը արդեն հետ հաշվարկը արդեն միացված է, այլ ինքը արդեն պատտվում է, մարդիկ դա նայում տեսնում են, որ վարչապետին մնաց այսքանոր, վարչապետին մնաց այսքանոր լավագույն դեպքում, իսկ չկայացած իմպիչմենտը դա կասեցնում է ժամացույցը, հոգեբանորեն փոխում է, այդպես շատ շտապ պետք է դա կասեցնի։ Ով է կասեցնում։ Ինչ իմանամ, քաղաքական դաշտը մեծ է, էլի, մեկը այսօր գաղտնիքներով լի է ձեր խոսքը, պարոն։ Քաղաքական դաշտը մեծ է, էլի, այնտեղ տես պարզ այնտեղ հնչում է, այդ քաղաքական դաշտը, որ ասում եք, մեր ներքաղաքական զարգացումները մեկ-մեկ հիշեցնում են Netflix-ի ինչ-որ մի սերիալ, հա, բայց եթե հենց այդ բարով տրամաբանությամբ գնանք, էպիզոդներից մեկն էլ աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև բախում բառը ճիշտ է օգտագործել։ Իդեպ քաղաքական բախում բառը կամ եզրույթը ճիշտ է օգտագործել։ Քաղաքական բախում, քաղաքական հակամարտություն է սպահի դրությամբ, որտեղ բախումը ենթադրում է կոնկրետ մեկ գործողություն, հələ մեկ գործողություն չկա։ Հիմա սա process է։ Սա գործընթացն է, այո։ Գործընթացն է, որը մաս է կազմում, այսպես ասենք, վարչապետի այս 1 տարվա, հա, անվտանգության երաշխիքի հետ կապված։ Ինչի համար է սա կարևոր, տեսեք։ Վարչապետի վարկանիշը գաղտնիք չէ, որ ԿՊ-ին ձայն տվողը վարչապետի համար է ձայն տալի, որտեղ ոչ թե ինչ-որ ԿՊ-ում այս կամ այն տեխնացիոն, որտեղ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դա լիդերային կուսակցություն է, դա ոչ թե լավ է, ոչ թե վատ է, դա կապալի տեխնոլոգիա, ասենք կուսակցության տիպաբանությունից ելնելով։ Հայաստանում եւի բոլորն են այդպեսին։ Չէ, դաշնակցությունը այդպես չէ։ Դաշնակցությունը այդպես չէ։ Ռոբերտ Քոչյանը օգնում է դաշնակցությանը։ Չէ, դուրս է, դաշնակցությունը առանձինվեցված, ինքը այդպես չէ, ինքը որոշակի սպეციფიկ ուրեմն կուսակցություն է, էլի կոմունիստական կուսակցությունն էլ այդպես չի եղել վերջնան, դրանք մի քիչ ուրիշ են։ Իհարկե կոմկուսը բացի վերջի Գյումրիի շարնդալից հաղթանակից, ընդհանրապես ինքնին ոչ մի բան հաղթանակից ինքը ոչ մի բան չկա։ Մնացածները լիդերային են։
ավելի ճիշտ ոչ թե լիդերային են, անգամ մարդ կուսակցություններ են, որովհետև ամեն դեպքում ԿՊ-ի մեջ բացի Նիկոլ Փաշինյանից էլի կան, ասենք, բազմաթիվ գործիչներ։ Իսկ Հայաստանում այն մյուս կուսակցությունների մեջ մեկ լավագույն դեպքում կարող կուսակցության ղեկավարին ճանաչեք, այնտեղ որ մի 20 հատ ասեն, դուք կասեք դժվար թե տեղակալն ասեք, այլ այնց շատ է չարչարվեք, որ տեղակալին գտնեք ով է, էլի, եթե համակարգիչ չեք նայելու։ Դա համար դրանք հիմնական մարդ կուսակցություններ են։ Նայեք, ինչա տեղի ունենում։ Վարչապետի արտեսին արդեն նշեցինք, որ իր վարկանիշը բավականին ցածրացել է, սա գաղտնիք չէ։ Ինքը լիդերային կուսակցություն է, այսինքն իրան քվեարկողը ԿՊ-ին քվեարկում է իր օգտին։ Եվ վարչապետի Դե ասեմ վարչապետի վարկանիշ դուք հասկացեք ԿՊ-ի վարկանիշ, էլի ամեն անգամ չկրկնեմ։ Վարչապետի վարկանիշը քաղաքներում բավականին ցածր է։ Ցույց է տալիս քաղաքային ընտրությունները։ Նա համեմատաբար, ասենք, կայուն է եւ ուրիշներից բարձր է խոշոր գյուղերում, խոշոր բնակավայրից հեռու գտնվող գյուղերում, ինչու, որովհետև այնտեղ քաղաքական կյանքը ասենք ակտիվ չի։ Քաղաքներում այնուամենայնիվ ինչ որ ակտիվ քաղաքական կյանք կա, ինչ որ կա ինտերնետ, որը տարբեր տեսակի։ Դե ասեմ ձեզ, մի դրույթ էլ կա, որ մասը չէ խոսում, շատ տարբեր գյուղերում եւ այլն ինչ որ բաներ են կառուցում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, դա էլ կարող է գործոն լինել։ Չէ, ամեն ինչ գործոն լինում է։ Հիմա դա ոչ միայն կառուցել է։ Տասնյակ մարդիկ իրենց գյուղում աշխատանք չեն տեսել, հիմա ինչ որ բան են սարքում, ասում են դե լավ, սրանք գոնե ինչ որ մի բան սարքում են։ Այդ գործոնը կարող է լինել։ Այնտեղ եղել տես չէ, այնտեղ սարքել են, պրոստը սարքելը շատ դեպքերում PR չեն արել։ Այստեղ բայց կարևոր է սարքելը եւ դա ներկայացնելը։ Ներկայացնում են գաղտնիք չէ, ասենք իշխանությունները համաձայնը ԽՀՄ պետական հեռուստաընկերությունը, որը սկսած 91 թվականից միշտ ծառայել է օրվա իշխանություններին եւ միշտ այնտեղ եղած ուրեմն մեկնաբանողները միշտ էլ այդ ժամանակվա իշխանություններին են գովերքել, դա չգիտեմ, դուք չեք հիշի, ես հիշում եմ 90 թվականից սկսած, 92-93 թվականից սկսած նույն գործընթացն տեղ ունեցող։ Այդ դա ներկայացնում են, այսինքն այո, որ նշում եք այնտեղ կառուցել են վալեն, դա երբ որ ներկայացնում է գլխավոր հեռուստաընկերությունը, այդ գյուղերում ստեղծում է որոշակի պատկեր, որը դրդում է, ասենք, տվյալ քաղաքացուն, գյուղի բնակչին կատարել էլեկտորալ որոշակի գործողություն, գնալ եւ քվեարկել կոնկրետ այդ տեխնացի օգտին, որտեղ ինքը պատկեր է տեսնում։ Դա, ասենք, ընտրական գործընթացի կարևորագույն, ասենք, բաղադրիչներից մեկն է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ գյուղում պատկեր կարող է ձևավորել նաեւ այլ կառույց, որը ունի իր քահանաներից բան է, այսպես ցանցը, որը կարող է ճիշտ է հերթատեսությամբ, չէ, բայց կարող է գյուղում միջոցառումների ժամանակ, միջոցառումներից դուրս, անձնական զրույցների ժամանակ, այսինքն անձնական հանդիպումների ժամանակ ինչ որ խոսակցություններ ունենալ։ Եվ այդ խոսակցություններով նա կարող է այս ՀՄԿ-ի կողմից ստեղծվող պատկերին հակադիր պատկեր ներկայացնել, ինչը կարող է որոշակիորեն, չեմ կարող ասել ինչքան, բայց ինչը կարող է որոշակիորեն ազդել գյուղի ինչ որ քանակի բնակչության էլեկտորալ վարքի վրա, այսինքն հոգեվորականները ընդդիմադիր քարոզ են անում։ Ոչ թե ընդդիմադիր քարոզ, կարող են իրենք որոշակի զրույցներ ունենալ, որը կարող է տվյալ գյուղացուն, ասենք, ՀՄԿ-ից կտրել եւ լսելով, ասենք, այս կամ այն քահանայի խոսակցությունը, որը ուրիշ ինֆորմացիա տալիս իրեն, գնալ եւ որոշակի ուրիշ գործողություն իրականացնել, քվեարկել X կամ Y կուսակցության օգտին, այսինքն եկեղեցին ինքը դառնում է այլընտրանքային տեղեկությունը հանձնող ցանց, որը ավելի կարևոր է, քան ասենք ինտերնետը, որտեղ ամեն դեպքում կարող եք ասել, գյուղում էլ կա ինտերնետ, կբացի, ասենք, չգիտեմ, ֆակտորեմ կան նայ կամ ինչ որ այլ բան կան նայ, ասենք, կնայ, բայց գիտեք ինչ, մի բանը, երբ որ դուք ուղղակի չոր ինտերնետ եք նայում, ուղղակի նայում եք տարբեր ալիքներ։ Մի բան, երբ որ ձեր հետ առանձնազրույց են ունենում, միշտ իմացեք, առանձնազրույցի ժամանակ տարված ինֆորմացիան ավելի ազդեցիկ է, քան ասենք էկրանի ետևից երևացող ինֆորմացիան։ Միակողմանի զրույց է, հա։ Հա, միակողմանի զրույցը ոչ միայն միակողմանի է, դա առանձնազրույց է մարդկային ավելի ջերմ հարաբերություններով, ուրիշ միջավայրով, ավելի վստահություն ներշնչող, որովհետև ինտերնետում միացնում եք այս, ասենք, ինչ որ X, ասենք, ալիքին, ինչ որ խոսած, հա, խոսած գնաց եւ այլ, բայց ուրիշ բան է, երբ որ դուք, ասենք, ինչ որ հեղինակություն ունեցող անձնավորության հետ, դուք անձնական քննարկում եք, ասենք, դուք չեք կարող ինտերնետի հետ ինչ որ մի բան ճշտել,
բայց ասենք նայ մեկ ինչ որ հաղորդում է տալի, ինչ որ հարց կա, ձեր համար անհասկանալի, դուք չեք կարող, չէ՞, ինչ որ էկրանին մի բան ասել կամ զանգել այդ ասենք, չգիտեմ, ասենք ֆակտորեմը, ասել գիտեք, հարգել Ռոբերտ Դուսանց հաղ տվեցիք, այդ դուք ինչպես եք պատկերացնում, դա չի լինի, էլի։ Իսկ ինքը կարող է, այսինքն ինքը ստեղծվում է այլընտրանքային բան է։ Մի հարց անով էլ ամփոփենք, ես հասկացա ձեր նկարագրությունը, այսինքն Հայաստանի իշխանությունը այդ որ ասում են ապազգային, չգիտեմ, եղել, այդ խոսույթը մի կողմ դնում։ Չէ, դա դնում ենք մի կողմ խոսույթը։ Թիրախավորել է եկեղեցական բարձրաստիճան հոգեվարությունը իբրև ընդդիմության մաս, ճիշտ է հասկանում։ Ընդդիմության մաս չէ, իբրև այլընտրանքային աղբյուր, որը կարող է ազդել բան այդ ընտրողի վրա։ Դնում եք մի կողմ դա ապազգային, դա ասենք քաղաքական ընդդիմադիր գործիչներն են։ Պարզ է, բոլորն էլ իրար դեմ ինչ ասես։ Թող ասեն, խնդիրը դա չէ։ Խնդիրը տեխնոլոգիապես, եթե դու ունես մի կառույց, որը որ քեզ չի ենթարկում, դու չգիտես, իսկ ինչի է դա վտանգավոր իշխանության համար, որտեղ եթե քահանան գնաց, եւ այդ գյուղում, որտեղ ինք ունի որոշակի տոկոս, եւ այդ քահանան այլընտրանքային տեղեկություն տվեց 26 թվականին, որով այդ տոկոսը թեկուս 2%-ով իջավ, 2 նիշով իջավ, ասենք դու ունես 15% այդ գյուղում։ Ընդունենք, հա, որը ամենաբարձրն է այդ գյուղում։ Բայց ասենք քան ինչ-որ մի բան ասեց եւ այդ 15-ը դարավ 13%։ Հիմա վարչապետի համար յուրաքանչյուր ձայնը էական նշանակություն ունի։ Յուրաքանչյուր ձայնը ոչ թե տոկոսը, տոկոսի մեջ շատ ձայներ մտնում։ Իսկ դու պատկերացեք, եթե բոլոր գյուղերում 2, 3%, 4% կարողանան իջացնել։ Էլ չեմ ասում 1/3-ը դա արդեն լրիվ բան կլինի։ Անկամ ասեմ, այս տոկոսների ձայները իջացնելը որ անգամ գնա ուրիշին, իսկ հարցը թե ում կարող է գնալ, կարող է լրիվ ուղղորդված ձենով գնալ։ Դա բերելու է վարչապետի էլ ավելի ձայներ իջացում եւ ստեղծվելու է Գյումրի ավականի ավելի մեծ ուրեմն մասշտաբով։ Իսկ Գյումրի ավականին ինչ ցույց տվեց, չնայած ամեն մի գործողություններին ի վերջո ԿՊ տեխնացում չդարձավ քաղաքապետ, որի համար, ասենք, իր կոնկրետ տվյալ տեխնացիայի համար դա Սարիկ Մինասյանի համար դա այսպես ասած խիստ ճակատագրական չէր, դե հիմա չդարավ, բայց ոմանց համար դա կարող է խիստ ճակատագրական լինել, որովհետև կատարված արարքները կարող են քրեական օրենսգրքով, այսպես հետագա իշխանության համար այսպես լուրջ ուսումնասիրման առարկա դառան։ Դրա համար էլ փորձ է կատարվում եկեղեցին վերցնել հսկողության տակ, ինչը չի հաջողվելու։ Ինչու համար շատ փաստենք, որովհետև գիտեք ինչ, պարզ ասած իսկի Գյումրի քաղաքապետ չկարողացավ ընտրել, ուրմնաստ է կաթողիկոս ընտրի։ Սա մեկ, երկրորդ, կաթողիկոսի ընտրությունը դա պետք է իմանաք, դա պետական իշխանության ընտրություն չէ, պետությունը եկեղեցին տարանջատված են։ Սա պետք է իմանաք, բոլորը գիտեն։ Սահմանադրությամբ տարանջատված են բոլոր պետական իշխանության բոլոր այն մարդիկ, ովքեր կփորձեն սահմանադրությունից դուրս ինչ որ գործողություն անել, մտնել ինչ որ ներեկեղեցական ինչ-ինչ խնդիրներ անեն, արդյոք նրանք վստահ են, որ հաջորդ տարի նույն տեխնացուն, ասենք, հա, գործող վարչապետը կշարունակի վարչապետ։ Իսկ եթե ուրիշը գա եւ արդեն սահմանադրական կարգի խախտման գործընթաց մեկնարկի եւ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են, նպաստել են ներեկեղեցական հնարավոր, ասենք, իշխանափոխության գործընթացին, վստահ են, որ իրանք հետո դրա համար չեն դատվելու, բա որ դատվեն, իսկ քանի որ վստահ չէ, որ կարող է աշտանը հեռացում լինի, ասենք իմպիչմենտի, դու հիմա միանգամից այդ իմպիչմենտի գործընթացը պետք է ձախողես, եթե հաջողություն չունեցավ։ Այդ դեպքում մի տարվա ընթացքում դու կարող ես ինչ-որ փորձես գործընթաց անել։ Փաշինյանն է իր դեմ իմպիչմենտի գործընթացը գերարացնում։ Մի քիչ աբսուրդ է բանը, ասում եմ։ Դա իմաստը չկա, որտեվ ձեր ասելով այս գործընթացը իրեն է ձեռնտու։ Այ իրան ձեռնտու է, որտեվ պարտված Impeachment-ի ձախողված գործընթացը, ոչ թե գործընթաց, այլ impeachment-ի ձախողված գործընթացից շահում է վարչապետը։ Եվ եթե ասում ենք, իսկ եթե impeachment-ը նրա գլխին անդադ լինի, ապա հավատացեք նրա շրջապատից ոչ մեկը չի ձգտելու ինչ որ հայ եկեղեցում գործընթաց անել։ Ուղղակի սահմանադրությամբ դրա լիազորությունները չունի, իսկ եթե տեղ ունեցավ իշխանափոխություն հաջորդ տարի, ապա բոլոր նրանք, ովքեր ինչ որ գործողություն են արել, նրանք պետք է իմանան, որ սահմանադրական կարգի խախտման գործընթաց կարող են դիտվել, որտեղ ես իրավաբան չեմ, իմ կարծիքը դա է, որ կարող են դիտվել։ Բայց մի բան պետք է հասկանալ, որ վարչապետի հեռացման այդ ժամացույցն է միացված։ Սա ազդում է ներքաղաքական գործընթացների վրա։ 6 ամիս հետո ոչ մեկ վարչապետի ասածը ոչ մի բան այլևս չի անելու, ասել են, հա, ասենք սկսած հունվարից էլ ու դնել են մի կողմ, դա միշտ այդպես եղել է, տեսնենք ինչ ա լինում ընտրությունից հետո, որ նոր տեսնենք, այսինքն վարչապետը
ազատ գործելու հնարավորություն ունի մինչև նոր տարի։ Իսկ նոր տարի որպեսի ազատ գործի պետք է հիմա impeachment-ը շտապ ձախողվի։ Շնորհակալ եմ, կհետևենք, պարոն Բադալյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արմեն Բադալյանին։